Ուզում եմ խոսել այսօր փորձության մասին։ Փորձություն։ Մենք շատ ենք լսում, թե որ Աստվածաշնչում շատ է ասվում փորձության մասին։ Օրինակ, Աստված Աբրահամին փորձեց։ Օրինակ, Աստված Հիսուս Քրիստոսին փորձեց։ Օրինակ, Աստված Ադամին ու Եվային փորձեց Եդեմական պարտեզում, նրանք այնտեղ պարտվեցին։ Ու շատ, Մովսեսը փորձվեց, Հովսեփը փորձվեց, Դավիթ թագավորը փորձվեց, առաքյալները փորձվեցին, մենք փորձվում ենք, հիմա թանկագներս, մենք փորձվում ենք։ Ինչ է նշանակում փորձություն։ Փորձություն գիտեք ինչ է նշանակում։ Փորձություն նշանակում է ստուգվել, քննվել, զննվել, անգամ գայթակղեցնել։ Սատանան է փորձում մեզ։ Թանկագիններս, դու անցնում ես փորձության ընթացք։ Աստված ինքը հին ուխտում փորձում էր իր ժողովրդին։ Նոր ուխտում, թանկագիններս, նոր ուխտում Աստված թույլ է տալիս, որ սատանան քեզ փորձի։ Օրինակ, Աստված թույլ տվեց, որպեսզի սատանան Հոբին փորձի, քննի, գայթակղեցնի, ստուգի, զննի։ Գիտեք, թանկագիններս, Աստված ուզում է, որպեսզի մեզ բարձրացնի։ Բայց գիտեք, Աստված երբ մեզ կբարձրացնի, երբ որ դու ինչ-որ մի ոլորտում ստուգվես ու ընտիր գտնվես։ Եթե դու ինչ-որ մի ոլորտում ստուգվես, քննությունդ իդեալական հասնես, դու կբարձրանաս։ Այստեղ եք։ Օրինակ, տեսել եք, որ կան երեխաներ, որ դպրոցում դասի վրա են մնում։ Գիտեք պատճառը որն է։ Բոլորիս պարզ է պատճառը որն է։ Ինքը քննությունը հանձնում է, բայց պարտվում է։ Այստեղ եք։ Այդ նույն բանը թանկագիններս մեր յուրաքանչյուրի հետ է կատարվում։ Աստված ուղարկում է քեզ մի հատ օրինակ, մի հատ փորձություն։ Եթե դու այդ փորձությունը, այդ խնդիրը ճիշտ ես լուծում, այդ փորձությունը ճիշտ ես անցնում, Աստված բարձրացնելու է քեզ երկրորդ դասարան։ Եթե երկրորդ դասարանում դու սովորում ես ու փորձություն է Տերը տալիս, այսինքն քեզի քննում է, ուզում է քննություն վերցնի, ու դու այդ քննությունը ճիշտ հանձնում ես, օրինակ թույլ է տալիս, որ ինչ-որ մեկը քեզ վիավորի, նախատի, եկեղեցուց։ Միգուցե քո կողքի նստողը։ Թույլ է տալիս, որ քեզ վիավորի։ Եթե դու այդ վիավորանքին վերաբերվում ես, այնպես ինչպես որ հարկն է, Աստված քեզ կբարձրացնի։ Եթե դու վիավորվում ես ու մնում ես օրինակ վիավորված, Աստված քեզ չի բարձրացնի, դու կմնաս նույն դասարանի վրա։ Այստեղ եք թանկագիններ։ Ինչ խնդիրներ, որ քո կյանքում կատարվում է, դրանք ոչ ոք, ոչ մի բան պատահական չէ։ Այստեղ եք թանկագիններ։ Ինչ խնդիր, որ քո կյանքում կա, ու ինչ խնդրի միջով, որ դու անցնում ես, դա պատահական չէ։ Միգուցե Աստծուց չէ, քեզանից է, բայց դու պետք է այդ խնդրին ճիշտ լուծում տաս։ Այդ քննությունը դու պետք է ճիշտ անցնես։ Ես մի բան եմ հորդորում քեզի։ Միշտ տապիտ լուծումը տալու համար։ Կա խնդրի լուծում, չէ՞, տակը։ Ու պատասխանը։ Գրում ես լուծում, հետո գրում ես պատասխան, չէ՞, մաթեմատիկայից ձև ենք մենք անցել։ Միշտ տապիտ լուծումը տալու հարցում։ Եթե ինչ-որ մեկի հետ ունես դու փոխհարաբերության խնդիր,
Տես Տերը ինչ ձևա ուզում, որպեսզի դու այդ խնդրին լուծում տաս։ Այստեղ եք թանկագիններ։ Հիմա ուզում եմ բացենք մեր Աստվածաշնչերը, Ծննդոց 22-րդ գլուխ, առաջի խոսքից ուզում եմ կարդանք։ Աբրահամի կյանքից է, թանկագիններ։ Այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամը։ Ստուգեց Աբրահամին, այսինքն զննում էր, Աստված Աբրահամին քննում էր, զննում էր։ 22-րդ գլուխ առաջի խոսքից կկարդանք։ Այս բաներից հետո Աստված փորձեց Աբրահամը ու ասավ նրան. Ով Աբրահամ, եւ նա ասավ, ահա այստեղ եմ։ Աստված ասավ. հիմա քո սիրած մեկ հատիկ որդի Իսահակը վերցրու, Մորիայի երկիրը գնա եւ այնտեղ նրան ողջակես արա լեռներից մեկի վրա, որ ես քեզ պիտի ցույց տամ։ Գիտեք ողջակես անելը որն է։ Մորթում էին, ոնց անասունին գարանը, ոնց են մոր, ասում երեխուդ վերցրա, այն Մորիայի երկիր գնա, որ սարը որ քեզ ցույց կտամ, կեթա զոհասեղան կսարքես, փայտերը կշարես, երեխուդ կկապես քո տղայիդ ու կմորթես իմ համար։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, թանկագիններ։ Օրինակ Աստված Աբրահամին չասեց 1000 հատ ուխտ կբերես զոհաբերես, կամ 500 հատ էշ, կամ ծառաներիդ կբերես զոհաբերես, կամ ոսկի կբերես, ոչ մի բան Աստված չուզեց։ Ասավ քո միակ սիրելի որդուն կբերես ու կզոհաբերես, ողջակես կանես։ Զարմանալի է, չէ՞։ Գիտեք, թանկագիններս, մի բան ասեմ ես ձեզ։ Ինչի համար Աստված միակ որդուն ուզեց։ Որովհետև այդ միակ որդին Աբրահամի համար ամենաթանկն էր։ Ամենաթանկ բանն էր Աբրահամի համար։ Ու գիտեք, Աստված քննում էր Աբրահամի, ստուգում էր Աբրահամի հավատքը։ Տեսեք շարունակությունը։ Ինչ է կատարվում։ Մենք բոլորը շատերս գիտենք այստեղ ինչ է կատարվում։ Աբրահամը առավոտ կանուխ ելավ ու իր իշու համետը դրեց եւ իրեն հետ երկու ծառա ու Իսահակ որդին առավ ողջակեզի համար փայտ ճեղքեց եւ ելավ գնաց այնտեղը ուր Աստված իրեն ասավ։ Երրորդ օրը Աբրահամ իր աչքերը վերցրեց, հեռվից տեսավ այնտեղը։ Աբրահամ ասավ իր ծառաներին, դուք իշու հետ այստեղ մնացեք ու ես տղան մինչև հոն գնանք ու երկրպագություն անենք ու նորից ձեզի դառնանք։ Աբրահամ ողջակեզի փայտերը առավ, իր որդի Իսահակի վրա դրեց եւ ինք իր ձեռք առավ կրակը ու դանակը ու երկուքը մեկտեղ գնացին։ Եվ Իսահակը իր հորը Աբրահամին ասավ. հայրին, նա ասավ. ահա հոս եմ որդիս։ Եվ Իսահակը ասավ. ահա կրակը եւ փայտը, բայց ողջակեզ լինելու գառը ուր է։ Եվ Աբրահամը ասավ. Աստված իրեն ողջակեզ լինելու գառը պիտի պատրաստե որդյակին։ Այսպես երկուքը մեկտեղ գացին եւ հասան այնտեղը, ուր Աստված նրան ասել էր։ Աբրահամ այնտեղ սեղան շինեց, փայտերը շարեց եւ իր որդի Իսահակը կապեց եւ նրան սեղանի փայտերի վրա դրավ։ Աբրահամը իր ձեռքը երկարացրեց եւ դանակ առավ, որպեսզի իր որդուն մորթի։ Տիրոջ հրեշտակը երկնքից կանչեց եւ ասավ. Աբրահամ, Աբրահամ, եւ նա ասավ. ահա այստեղ եմ։ Հրեշտակը ասավ. տղուն ձեռք մի կպցրու եւ նրան ոչ մի բան մի արա, քանի որ իմացա թե Աստծուց կվախենաս, որովհետեւ քո մեկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր։ Թանկագինես, գիտեք ինչ է կատարվում։ Ասում է իմացա։ Այստեղ եք։ Աստված ասում է հիմա արդեն իմացա, որ դու ինձանից վախենում ես։ Ինչ է կարծում թանկագներ, Աստված չգիտեր, որ Աբրահամը իրանից վախենում է, երկյուղ ունի, գիտեր։ Բայց փաստ էր պետք, որ եւ դժոխքը տեսներ,
եւ մարդիկ տեսնեին եւ հրեշտակները տեսնեին։ Գիտեք ինչա թանկագիններս, Աստված քննում էր Աբրահամին։ Հիմա շարունակությունը լսեք։ Աբրահամ իր աչքերը վեր վերցրեց եւ նայեցավ եւ իր հետևից խիստ մացառների մեջ եղջերներից բռնված մի խոյ կար։ Աբրահամը գնաց խոյը բերեց եւ նրան իր որդու տեղ ողջակեց մատուցանեց։ Աբրահամ այնտեղի անունը Եհովա Իրե կոչեց, որ մինչև այսօր ասվում է։ Տերը լեռան մեջ պիտի երևնա։ Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից Աբրահամին կանչեց։ Երկրորդ անգամ։ Ու ասավ. Իմ անձիս վրա երթում արի, ասում է Տերը, որովհետև այս բանը արիր։ Ու ինձի համար քո մեկ հատիկ որդին չխնայեցիր։ Քեզ օրհնելով պիտի օրհնեմ։ Քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքը եղող ավազի պես խիստ պիտի շատացնեմ։ Եվ քո սերունդը իր թշնամների քաղաքը պիտի ժառանգի։ Գիտեք, թանկագիններ, Աստված ում է օրհնում, գիտեք։ Այն մարդկանց, ովքեր որ քննությունը ճիշտ են հանձնում։ Սկզբում ասում է, հիմա իմացա, որ դու ինձանից վախենում ես։ Հետո ինչ ասում։ Հետո ասում է, դու քո մեկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր։ Տեսեք օրհնությունը, ասում է, քեզ օրհնելով պիտի օրհնեմ, մեկ։ Չի ասում քեզ կորտնեմ, ասում է քեզ կրկնակի անգամ կորտնեմ։ Քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերք եղող ավազի պես խիստ պիտի շատացնեմ եւ քո սերունդը իր թշնամների քաղաքը պիտի ժառանգե։ Այսինքն գիտեք դա ինչ է նշանակում։ Ասում է քեզի ազգ եմ սարքելու։ Քո սերունդը թզոր ազգ է լինելու։ Քո սերունդը իր թշնամների դուրն է ժառանգելու։ Այստեղ եք թանկագիններ։ Սիրելներ, ինչ եմ ես հորդորում մեզ յուրաքանչյուրիս։ Եկեք մեր կյանքը Տիրոջ առաջ ճիշտ ապրենք։ Դու մի իրավիճակի մեջ ես, հիմա, հենց հիմա, մի իրավիճակի միջով ես անցնում, որ Տերը ուզում է տեսնի քո սիրտը։ Արդյոք քո սիրտը սիրող սիրտ է։ Թանկագիններ, եթե դու կատարում ես Տիրոջ կամքը, դա նշանակում է, որ դու Տիրոջից երկյուղ ունես։ Գիտեք, Աստվածաշնչում երկու անձնավորություններ կային, Աբյուդը եւ Նաբաթ, ինչքան հիշում եմ։ Նրանք Տիրոջ առաջ սխալ կրակ մատուցանեցին, Աստված խփեց սպանեց։ Գիտեք, ինչի համար օտար կրակ մատուցանեցին։ Տիրոջ ներկայությունը նրանց համար սովորական էր դարձել։ Այսինքն Տիրոջ երկյուղը գնացել էր այնտեղից։ Նրանք իրենց քննությունը սխալ հանձնեցին ու մահացան։ Գիտեք, թանկագիններ, Աստվածապաշտություն նշանակում է ապրել Տիրոջ ներկայության մեջ ոչ միայն եկեղեցում, այլ նաև եկեղեցուց դուրս, աշխատանքի վայրում, փողոցում, քո տան մեջ, յուրաքանչյուր տեղ, թե քնելիս, թե արթնանալիս, Տիրոջ երկյուղ նշանակում է ապրել նրա ներկայության մեջ։ Տիրոջ երկյուղ նշանակում է, երբ որ Տիրոջ ներկայությունը քո համար սովորական չէ։ Երբ որ Տիրոջ ներկայությունը քո համար դառնում է սովորական, դու կորցրել ես Տիրոջ երկյուղը։ Դա շատ վտանգավոր է, թանկագինս։ Ասեմ ձեզ սիրելներ, Տիրոջ երկյուղի եւ խոնարհության ավարտը գիտեք ինչն է։ Հարստություն, փառք եւ կյանք։ Տիրոջ երկյուղի նորից եմ կրկնում եւ խոնարհության վախճանը ինչն է։ Կյանք, հարստություն եւ հանճար եւ հանրաճանաչություն։ Ինչ Աստված ուզում տա քեզ, Աբրահամին ինչ տվեց Աստված, թանկագիններ, եթե դու ապրում ես Տիրոջ երկյուղի եւ խոնարհության մեջ, Տերը քեզ օրհնելու է։ Գիտեք, շատերն են հավատացյալ, բայց շատ քչերն են, որ ապրում են Տիրոջ երկյուղի մեջ։
Աստված չի ասել ես կպաշտպանեմ ինձ հավատացողներին, Աստված ասել է ես կպաշտպանեմ ու կբժշկեմ ինձանից երկյուղ ունեցողներին։ Գիտեք ես ինչ եմ աղոթում թանկագիններ։ Եվ ուզում եմ որ դուք էլ այդ ձև աղոթեք։ Աղոթեք թանկագիններ, որպեսզի ամբողջ ձեր կյանքի մի ակնթարթը անցնի Տիրոջ երկյուղի եւ Տիրոջ ներկայության, Տիրոջ խոնարհության մեջ, որովհետեւ սիրելիս, երբ որ դու հաջողություն ունես, հպարտությունը հետը գալիս է։ Երբ որ դու ինչ որ մի ոլորտում ունես հաջողություն ու հաղթանակ, հպարտություն է գալիս։ Միշտ աղոթիր քո խոնարհության համար, որպեսզի Տերը քեզ սովորեցնի խոնարհվել, որպեսզի Տերը քեզ սովորացնի Տիրոջից երկյուղ ունենալ։ Տիրոջից երկյուղ նշանակում է թանկագիններ, ապրել նրա ներկայության, նրա հարգանքի։ Գիտեք, Տիրոջից երկյուղ ունեցող մարդը չի կարող մեղք գործել։ Նորից եմ ուզում կրկնել թանկագիններ, Տիրոջից երկյուղ ունեցող մարդը չի կարող մեղք գործել։ Նա դառնում է անընդունակ մեղք գործելու համար։ Ով է հասկանում ես ինչ եմ ասում սիրելիներ։ Գիտեք իմ կյանքում եղել է, երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը դարձել է սովորական, Սուրբ Հոգու հետ շփվել է դարձել է սովորական, ու գիտեք ինչ է կատարվել, ես կորցրել եմ Սուրբ Հոգուն, կորցրել եմ, նրա հայտնությունները հեռացել է ինձանից։ Գիտեք մենք յուրաքանչյուրս պետք է սովորենք ոչ միայն հորից երկյուղ ունենանք, ոչ միայն որդուց երկյուղ ունենալ, այլ նաև Սուրբ Հոգուց երկյուղ ունենալ։ Որովհետև շատերս մտածում ենք կարելի է հորից երկյուղ ունենալ, որդուց էլ կարելի է, բայց Սուրբ Հոգին մեր հետ է։ Ամենաշատ թանկագիններս պետք է սովորենք Սուրբ Հոգուց երկյուղ ունենալ։ Ամեն սիրելիներ։ Աստված ինչ է ուզում թանկագիններ, որպեսզի մենք մեր ապրած կյանքը ճիշտ անցկացնենք երկրի վրա։ Մեր ապրած կյանքը ակնթարթ է։ Մեր ապրած կյանքը թանկագիններ փորձություններով է։ Ուզում ես բարձրանաս, մինչև հասնես 10-րդ դասարան, 10-ը ավարտես։ Ուզում ես համալսարան ընդունվես, բոլոր քննությունները դու պետք է ճիշտ հանձնես, Աստծո խոսքի համաձայն պետք է հանձնես։ Աբրահամը հանձնեց ու օրհնվեց։ Ուզում եմ անցնենք առաջ թանկագիններս։ Դու համաձայն եք, որ առանց քամիների պտուղը առողջ չի լինում։ Օտար բան եմ ասում։ Եթե չկա քամի, պտուղը առողջ չի լինում։ Գիտեք, Աստված որ թույլ է տալիս քամիներ երկրի վրա, պատահական չի։ Եթե քամի չկա, նախ փոշոտում չկա։ Քամին ամրացնում է ծառին։ Դու գիտեք, երբ որ քամի է լինում, ծառը զգալով, որ ինքը արմատախիլ պետք է լինի, ինքը արմատը խորացնում է։ Գիտեիք, ծառը այդ ձևի իր մեջ ինչ ասեմ, բնազդ ասեմ, չգիտեմ, Աստծուց դրված օրենք կա։ Օրինակ տեսեք, երբ որ մեր մարմնում հիվանդություն է գալիս, մեր մարմնում ինչ է կատարվում։ Մարմինը սկսում է պայքարել հիվանդության դեմ, չէ՞։ Նույնը ծառերի մոտ է, երբ որ ծառը զգում է, որ քամին պետք է իրան արմատից կտրի, հողից պոկի, ինքը ավելի է խորացնում իր արմատը։ Գիտեք, թանկագիններս, եթե քո կյանքում քամիներ չլինի, դու արմատներ չես ունենա, ու խորը արմատներ չես ունենա։ Քամին օգուտ է մեր բոլորիս համար։ Այսինքն սիրելիներ հաճախակի թանկագիններս Աստված թույլ է տալիս, որպեսզի դու փորձությունների միջով անցնես։ Ասում է Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգով ուր գնաց, այդ սատանան էլի կա, Սուրբ Հոգին էլի կա, մենք էլի կա, անապատն էլ կա։ Դու փորձվում ես թանկագինս։ Ադամը ու Եվան Եդեմական պարտեզում փորձվեցին ու պարտվեցին։ Ես ասեմ, երկրի վրա ամենահարուստ վայրը եղել է դա Եդեմական պարտեզը, ամեն ինչով առատություն, բայց նրանք այդ առատության մեջ պարտվեցին։
իրանք իրանց քննությունը չկարողացան ճիշտ հանձնել։ Գիտեք ինչի համար, որտեվ արթուն չէին։ Հարստությունը, բարգավաճումը, շատ գումարը մարդուն քչում է արթուն վիճակից։ Զգուշանալա պետք թանկագիններս։ Գեղեցկությունը, փառքը, հանճարը մարդուն արթուն վիճակից քչում է։ Սողոմոն իմաստունը երբ պարտվավ, երբ որ ինքը շատ հարստացավ թանկագիններս։ Դրա համար Սողոմոն իմաստունը մի բան է ասում ժողովուրդ ջան, ասում է Տեր Աստված ինձ մի տար ծայրաշճան աղքատության, որպիսի գնամ գողություն անեմ մեղ գործեմ եւ մի տար շատ հարստության, որպիսի քեզ ուրանամ։ Ասում է միջանկյալ վիճակումից Տեր։ Մենք մտածում ենք, որ շատ հարստանանք, կկարողանանք պահել Աստծո խոսքը։ Շատերն են այդ ձև մտածել, բայց չեն կարողացել սիրելիներ։ Ինչպես ենք մենք հանձնելու մեր կյանքի քննությունը։ Խնդիրները եւ դժվարությունները մեկ նպատակի համար են, որ քեզ դարձնեն մի մարդ, որը ունի Քրիստոսի արժեքները եւ իմաստությունը։ Ամեն։ Աստված ուզում է քեզ դարձնի իր նման, ուժեղ, համբերատար, հավատքով լցված, ներողամտությամբ լցված։ Զորավոր մարդը ուզում Աստված քեզ դարձնի, բայց առանց քամիների դա անհնար է թանկագիններս։ Այնպես որ եթե քո կյանքում մի հատ փորձություն կգա, նորմալ համարիր։ Եթե ինչ որ մի հատ խնդիր կառաջանա քո կյանքում, նորմալ համարիր։ Շատ ժամանակ խնդիրները մեզ մոտեցնում են Աստծուն։ Իսկ առատությունը մեզ հեռացնում է Աստծուց։ Այստեղ եք սիրելիներ։ Ուզում եմ բացենք Սաղմոս 105-ի 16։ Եկեք բոլորովս բացենք Սաղմոս 105-րդ գլուխ 16-րդ խոսքը։ Հարյուր 5-ի 16։ Սա Հովսեփի պատմությունն է, ուղղակի Սաղմոսերգուն հիշում է Հովսեփի ընթացքից է մեջբերում անում։ Ասում է, երբ սով բերեց երկրի վրա, ով սով բերեց։ Բարձր ասեք։ Ով երկրի վրա սով բերեց ժողովուրդ։ Աստված։ Իմի դուք ասեք Աստված չար Աստված է։ Գիտեք երկիրը ինչի համար է պղծվում, մարդկաց մեղքերի համար։ Նայեք, ասում է, երբ որ սով բերեց երկրի վրա, հացի բոլոր զորությունը կատրեց, այսինքն ցորեն չկար։ Շարունակության մեջ հետևյալն է ասում։ 18-րդ խոսքը։ Նրանց առջևից մարդ ուղարկեց։ Ում առջևից մարդ ուղարկեց։ Հովսեփի պապայանունն ինչ էր, Հակոբ, չէ։ Հակոբի որդիների ընտանիքների կանանց երեխեքի առաջից մի մարդ ուղարկեց։ Այդ մարդը անունն ինչ էր։ Հովսեփ։ Հովսեփին Աստված ուղարկում է ուր։ Եգիպտոս։ Ինչ ձև։ Կարգով։ Ինչ ձև է ուղարկում։ Շատ վատ ձև է ուղարկում։ Գիտեք ինչ ձև է Աստված ուղարկում։ Ասա Հայկ ջան, ինչ ձև է։ Աղբերների ձեռ, բայց ինչ ձև։ Աղբերները դրին կարգ ուղարկեցին Եգիպտոս։ Հետաքրքիր է, չի ասում Աստված նրանց առաջից մարդ ուղարկեց։ Հետաքրքիր է, չի Աստված ինչ ձև է ուղարկում Հովսեփին։ Աղբերները բռնում են Հովսեփին։ Ծեծում են մի լավ։ Հետո գցում են գուբը, չէ։ Հետո
Մտածում են սպանեն, չսպանեն, ախպերներից մեկն ասում եկեք չսպանենք, եկեք ծախենք։ Ծախում են ստրկության։ Հովսեփը արաբների վրա ծախում, այսինքն Հովսեփը դարձավ արդեն ոչ թե մարդ, այլ Աբրանք։ Չէ՞։ Կոպիտ չեմ ասում, չէ՞։ Իր։ Հովսեփին վաճառում են արաբներին, արաբները տանում են Եգիպտոս, այսինքն արդեն Հովսեփը անասունի կարգավիճակում է ինքը։ Ասենք մենք որտեղ հորթը տանում շուկա, չէ՞, ինչ որ մեկը առնում, հետո ծախում ինչ որ մեկի վրա, հետո այդ ինչ որ մեկի վրա, չէ՞։ Հովսեփը այդքան արժեքազրկված էր։ Բայց ինքը քննության մեջ էր։ Մենք Հովսեփի տեղը լինեինք, կարողանանք ներեինք մեր եղբայրներին։ Հետ համարքր։ Չէ, անկեղծ խոստովանում եմ։ Հովսեփը փորձվում էր թանկագիններս։ Այդ ձևի, հա? Այդ ձևի։ Հարց առաջում, կարար Հովսեփը Աստծուց նեղանար, չէ՞։ Լավ, ասենք թե Աստծուց նեղացանք, եկեք շախմատ խաղանք։ Հետո Աստծուց նեղացանք, եկեղեցի չենք գիտում, հետո ուր ենք եթալու։ Եթալու ենք աշխարհ մեղ գործելու, հետո գնանք մեղ գործենք, հետո մեղ գործելուց հետո անեսքա գալում, դևերը գալիս են սկսում են տանջել, հետո դեպի վատն այդում։ Այսինքն թանկագիններս Հովսեփը կամ պետք է Աստծուց նեղանար, կամ պետք է չնեղանար, ասեր փառք քեզ Տեր Աստված, որ ես դարձել եմ ստրուկ։ Գիտեք, շատ ժամանակ մեր կյանքում մի բան այն չէ լինում, ասում ենք, էս ինչ կյանք է, բողոքը սկսվում է, չէ՞։ Բայց մենք չենք տենում Հովսեփի կյանքում բողոք։ Բողոք տենում եք դուք Աստվածաշնչի մեջ Հովսեփի կյանքում։ Ասում ենք Հովսեփը դարձավ փարավոն։ Ասում ենք, բայց չենք ասում Հովսեփը այդ ինչ գին վճարեց։ Չենք ասում ժողովուրդ ջան, թե Հովսեփը այդ ինչ գին վճարեց փարավոն դառնալու համար։ Երբ որ մենք տենում ենք ինչ որ մեկը դարձավ, բարձրացավ, ավակ դարձավ, հետո չգիտեմ, էս, ասում ենք, էս էլ բարձրացավ։ Չենք ասում, այդ մարդը ինչի միջով է անցել։ Ինչ գին է վճարել։ Ուզում եմ նորից այս տեղը կարդանք։ Նրանց առջևից մարդ ուղարկեց Հովսեփը, որ ծառայության ծախվեց։ Հովսեփը հետո իթում է, դառնում է, առնում են իրան շուկայից, դառնում է բանտապետի օգնական, հետո չգիտեմ, նորից ընկնում է բանտ։ Ու սենց փորձության։ Հովսեփը նախ, տեսեք, հարված եկավ Հովսեփի կյանքում, աղբերներ ինչի համար նախանձից, այսինքն ընկավ նախանձի դևերի ձեռի տակ։ Ատեից անցավ, գնաց ինքը ընկավ աղքատության դևերի ձեռի տակ, չէ՞, աղքատության մեջ անցավ։ Հետո աղքատության դևերի տակից մի հատ էլ Պետապրեսի կնոջ կողմից քննվավ փորձով։ Աստված է թույլ տալու, գիտեք, այսինքն շնության դևը հարցակվավ իրավ, ռեալ դևը հարցակվավ։ Հետո ինքը բանտ ընկավ, իր հավատքը փորձվավ։ Գիտեք, երբ որ ինքը բանտ ընկավ ինչ էր, իր հավատքը փորձվում էր։ Աստված իրանը խոսք էր խոսացել, խոսք էր Աստված խոսացել ինքը, Աստված։ Ու գիտեք, այդ խոսքը չէր կատարվում։ Ստեք։ Մենք ասում ենք, Տեր Աստված, դու ստե այս բանն ես գրել, բայց ինչի համար չի կատարվում, ասեմ ինչի համար չի կատարվում, քո հավատքը փորձվում։ Այսօր այս ինտերնետը որ կա, դարձել է աշխարհի գայթակղության պատճառը, ըստ ամեն տեսակի մեղքը կա, խաղամոլությունից սկսած, չգիտեմ, էլպղծություն, ինչ ասես կա, ինչքան կուրք կա ստեյա,
ու այդ կուրքերը բոլորը մեր գրպանում են։ Հենց դու միացնում ես հեռախոսը, բոլոր կուրքերը ակտիվանում են։ Ու մենք սկսում ենք փորձվել։ Ինչպես ես անցկացնելու քո փորձությունը, սիրելիս։ Ինչպես։ Աստված ծրագիր ունի քո համար։ Եթե դու քո քննությունները ճիշտ ես հասնում, դու կհասնես քո կոչմանը։ Եթե դու քո քննությունները ճիշտ չես հասնում, դու քո կոչմանը չես հասնի։ Հա կփրկվես։ Մտածում եմ իմ կարծիքով, չեմ կարող Տիրոջ տեղ երաշխավորեմ։ Դու կփրկվես։ Իմ կարծիքով կփրկվես։ Դու գիտես, դու կփրկվես, թե չէ մեկ էլ Աստված գիտի։ Եթե մեղքից հրաժարվես, մտածում եմ կփրկվես։ Չեմ ուզում գարանտիա տամ արխային լինես։ Բայց թանկագիններս մենք փորձվում ենք։ Տեսեք, Հովսեփը այս նեղությունների մեջ այնպիսի բնավորություն էր ձեռք բերում, որ կարողանա փարավոնի կողքին լինի։ Գիտեք, եթե Աստված ուզում է, եթե դու ուզում ես բարձրանաս Տիրոջ գործերի ծառայությունների մեջ, դու պետք է ճիշտ բնավորություն ձեռք բերես։ Այսօր մի բան եմ ուզում ասեմ, թանկագիններ։ Ես երբ որ փոքր էի, մենք բոլորս քանդիր ենք, չէ՞, մամային օգներ ենք, երբ որ վերմակը քանդում ենք, բուրդը հանում ենք, չէ՞, տանում ենք լվաց մամա, ես իմ մորս օգներ եմ, հանում ենք մենք հարուն ունի, գտեք, երկաթից կարմուճ կար, չէ, ու սենց ջուրը լցում ենք վրեն, սկսում ենք, նա սենց փեդից գործի կար, տպում ենք, չէ, ընդե տպում ենք այդ բուրդին, հետո բերում ենք հայատ հետ չպխում ենք այդ բրդին, չէ, հետո թողում ենք արևի տակ նորից ենք չպխում, այդ գիտեք ամեն ինչի համար է, որ բուրդը մաքուր լինի, փարթամ լինի, սպիտակ լինի։ Այ գիտեք, եթե դու ուզում ես փարթամ լինես, մաքուր լինես, սպիտակ լինես, ճերմակ լինես, Աստված թույլ է տալու։ Աստված թույլ է տալու, որպեսզի քո կյանքում գա փորձություններ։ Դու այստեղ եք թանկագիններ։ Ասում եմ, երբ որ կերպ փորձությունների կհանդիպեք, օտար բան չհամարեք։ Դա ինչ է նշանակում օտար բան չհամարել։ Նորմալ է։ Նորմալ է։ Փորձությունների միջով ես ասնում։ Ըստ շատերս գիտեք ինչի համար ենք ապաշխարել։ Շատերս հիվանդության պատճառով ենք ապաշխարել, շատերս վախերի պատճառով ենք ապաշխարել, շատերս տարբեր բաների պատճառով ենք ապաշխարել, ժողովուրդ ջան։ Ես գիտեմ, սաղիթ կյանքը ես գիտեմ։ Բոլորի կյանքը, թե ով ինչի համար է ապաշխարել։ Շատերը հիվանդության պատճառով եք ապաշխարել։ Օրինակ գիտեք ես ինչի համար եմ ապաշխարել։ Մահից վախենալու պատճառով։ Ես որ այդ մահ բառը լսում եմ, ստրեսի մեջ եմ գնում, փոքր ժամանակ։ Ասում եմ, Տեր իմ Աստված, որ մարդը մահանում է, ինչ ալնում իր հետ։ Լավ, ասենք թե մարդ ես, մահացար, ինչ ալնելու քո հետ։ Ոչ ոք չուներ այդ հարցի պատասխանը։ Դա ասում եմ, մարդիկ մտածում են, մարդը մահացավ, տարին դրեցին գերեզմանոց, վերջ։ Ես ասում եմ, չէ, վերջ չէ։ Ինչ որ մի բան կա ավելի, որ պետք է հասկանալ։ Ու փորփրեցի ուզեցա իմանալ ու Աստված պատասխանեց իմ ծարավին։ Այդ ձև եմ ես ապաշխարել։ Ու ես ասեցի, դե լավ, որ ես մահից փրկվա, բա այն մնացածը։ Որ ես էգոիստ չեմ, մենակ ես փրկվեմ ու մնացածը ինչ գլնեն, թողնեն։ Ասեցի, չէ, եթե մնացածը առանց Քրիստոսի մահանում են ու այդմ են դժոխք, դա նշանակում է, որ պետք է Քրիստոսին իրանք ընդունեն։ Իսկ որպեսզի մարդիկ Քրիստոսին ընդունեն, ի՞նչ է պետք անել։ Պետք է իրանց ասել Քրիստոսի խաչելության մասին պատմել։ Ասեցի, Տեր իմ Աստված, ես ուխտ եմ կապում քո հետ, որ ես իմ ամեն մի օրը ես մարդկանց պետք է պատմեմ Հիսուս Քրիստոսի մասին։ Խնդրում եմ, այդ հնարավորությունը տուր ինձ, որ ես իմ ամեն մի օրը այդ ձև օր չլինի, որ ես ինչ որ մեկի չպատմեմ քո մասին։
Ես ինչ եմ որդորում ձեզի։ Այդ նույն բանը, որպեսզի դուք անեք, ասեք ուղղակի աղոթեք։ Ասեք Տեր իմ Աստված, խնդրում եմ։ Թող այդ ձև օր չլինի, որ ես ինչ որ մեկին չպատմեմ քո մասին։ Թե իմ վարքով եւ թե իմ գրագիտությամբ։ Ոնց ենք մենք անցնելու մեր քննությունը։ Օրինակ, տեսեք, թանկագիններ։ Մենք քամիներից խոսացինք, մենք առանց կրակից խոսանք։ Շատ ժամանակ մեր կյանքում կրակ է գալու, չէ՞։ Ինչի համար է կրակը։ Կրակը մաքրում է։ Ասում է ոսկի կրակով է փորձվում, այնպես էլ մեր հավատքը։ Ուզում ես դու դառնաս, օրինակ տեսեք, երբ որ մենք իջնում ենք օրինակ Երևան, որպեսզի կամ ստե կամ Երևան, որպեսզի մենք մի հատ ոսկյա զարդ առնենք, չէ՞։ Տեսականին կաչ է, թանկից գալիս է էժան, թանկանոցը ո՞րն է։ Ամենաթանկանոց զարդը ո՞ր զարդն է։ Գեղեցիկ այդ ընտիրը ո՞րն է։ Պրոբը, այսինքն 90 քանի։ Այդ բարձր պրոբը ո՞նց են ստանում հետաքրքիր է։ Հա ջան։ Այսինքն բարձր պրոբը, գիտեք ո՞րն է, ժողովուրդ ջան։ Բարձր պրոբը թանկագիններս, բարձր պրոբը շատ կրակի միջով անցած ոսկին է։ Իր պրոբը ավելի մաքուր է ինքը։ Որն ամենաթանկը, բարձր պրոբը, որ վրան բրիլյանտ կա դրած, որ իր ինքը ծանր է քաշով, որ չէ, ինքը ավելի զարդերը, ավելի նուրբ է ու մանրակրկիտ է, շքեղ է։ Գիտես, Աստված քեզի ուզում է դարձնա այդ զարդը, արդյոք դու թույլ կտաս։ Բայց դու կրակի միջով պետք է անցնես, պատրաստ ես։ Վայ, ինձ նեղացրեցի։ Ոչինչ։ Նորմալ համար է։ Աստվածը թույլ տվե, որ քեզի նեղացնեն։ Ոչ թե դու պետք է էթաս պատիվ պահանջես։ Այլ միգուցե Աստվածը թույլ տվե, որ քեզի ուզում է ինքը փոխա։ Ես մի բան եմ ասում թանկագիններ, պատահական բաներ չի լինում, պատահական բաներ չի լինում, ինչքան ես ուզում Տերը քեզի բարձրացնա, այնքան դու պետք է կրակների միջով անցնես, այնքան պետք է արեստավերի ձեռքի տակով անցնես։ Մի բան եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ինչ եք կարծում, եթե Գողիաթը չլիներ, Դավիթը թագավոր կլիներ։ Ոչ։ Գիտեք այդ Գողիաթը ով է։ Այդ Գողիաթը այդ փորձություններն են։ Գողիաթը ծուլությունն է, Գողիաթը անտարբերությունն է, Գողիաթը հպարտությունն է, Գողիաթը նախանձն է, Գողիաթը գայթակղություններն են, թանկագիններ, Գողիաթը հարձակումներն են, որոնց մենք հաղթահարելով, ամեն մի Գողիաթի հաղթահարելուց հետո դու մի նոր մակարդակի վրա ես կանգնում, մի նոր աշճանի վրա ես կանգնում։ Այստեղ եք սիրելիներ։ Հալելույա։ Փորձության կրակը հեռացնում է աններողամտությունը, վիավորանքը, վիավորանքի զգացումը, հպարտությունը, պղծությունը, բերում է սրբություն, անհավատարմությունն է հեռացնում, անհամբերությունն է հեռացնում, անհավատությունն է հեռացնում, անհնազանդությունը, անմտությունն է հեռացնում։ Այնպես որ կրակը, քամիները, կրակը պետք է։ Դու տեսել եք շատ շքեղ մի հատ sense քարից զարդ, քարից։ Գիտեք ինչքան այն կտաշվե վարպետի կողմից։ Թույլ տուր Սուրբ Հոգին քո վարպետն է, թող ինքը քեզի տաշի։ Եթե Տերը թույլ է տվել, որ քեզի տրուրեն,
փորձա, որ դու դա ճիշտ պատվով հաղթարես, սիրով հաղթարես։ Այստեղ եք թանկագիններ։ Աստված երբեք քեզ չի թողնի։ Ամեն։ Աստծո կողմից փորձությունները մեր վրա գալիս են տարբեր նպատակներով։ Ուզում եմ բացենք Հակոբոսի թղթեր, առաջի գլուխ։ Ես հավատում եմ, որ դու ինչ-որ մի բան վերցնում ես։ Հակոբոս, առաջի գլուխ 2-րդ խոսք։ Ասում է եղբայրներ, բոլորովին ուրախության արժանի բան համարեք, երբ փորձանքների մեջ կընկնեք։ Երբ որ դու ինչ-որ առանց որևիցե մեղքի, առանց որևիցե պատճառի փորձություն է գալու քո կյանքում, ասում ուրախության արժանի բան համարեք։ Գիտես, լավ առիթ է Տիրոջը երկրպագելու ու փառաբանելու։ Ես գիտեք, Ժորժ ջան, միգուցե դժվար թեմա եմ վերցել։ Դուք ասես լավ հիվանդություն է, ես ոնց փառաբանեմ Տիրոջը, իսկ ինչ անենք։ Լավ ասենք հիվանդություն է եկե մեր կյանքում, ինչ անենք։ Չփառաբանենք Տիրոջը։ Նեղանանք։ Ասում եմ, երբ որ կերպ փորձությունների մեջ ընկնեք, իմանալով ուրախության արժանի բան համարեք։ Երրորդ խոսքը, իմանալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Այսինքն ձեր հավատքը, մեր հավատքն է փորձվում, թանկագիններ, մեր յուրաքանչյուրի հավատքը փորձվում է։ Երբ որ դու աղոթում ես ու պատասխան չկա, դու գիտես ինչ պետք է անես, սպասես։ Եղել է, երբ որ դու աղոթում ես ու պատասխան չկա, հա։ Եղել է։ Ինչ պետք է անենք, հետաքրքիր է։ Ուրիշ բան չունենք անելու, պետք է համբերությամբ սպասենք։ Երբ որ քո հավատքը փորձվում է, դրան զուգահեռ դու համբերություն ես ձեռք բերում։ Առանց համբերության չկա քրիստոնեություն։ Նայեք, իմանալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում, այսինքն քո մեջ ինչ է գործվում։ Քո մեջ ձևավորվում է համբերություն։ Շարունակությունը լսեք։ Բայց համբերությունը կատարյալ ներգործություն թող ունենա, որպեսզի կատարյալ եւ ամբողջ լինեք եւ բանի պակասություն չունենաք։ Ոչ մի բանի պակասություն ասма չունենաք։ Ուզում եմ անցնենք առաջ, Ժորժ ջան։ Եկեք կարդանք 12-րդ խոսքը, Հակոբոս, այս նույն գլխի 12-րդ խոսք, ով կկարդա։ 12-րդ խոսքով բաց, կարդա, Մոնիկա ջան։ Ահա, շատ լավ։ Նայեք, թանկագիններ, լսեք, ինչ ասում։ Երանելի է այն մարդը, որ փորձությունների ժամանակ, երբ որ քո հավատքը փորձվում է, քո հավատքը, օրինակ Հովսեփի հավատքը փորձվում է, չէ՞ Ժորժ ջան։ Ասում եմ, դու երանելի կլինես, եթե երբ որ քո հավատքը փորձվում է, այդ ժամանակ դու կարողանաս համբերել։ Երանելի է այն մարդ, որ փորձության համբերում է, քանի որ եթե փորձվելով ընտիր գտնվի, կենաց պսակը պիտի առնի։ Եթե դու փորձվում ես, ու դու մինչև վերջ կանգնած ես, չես ընկնում, համբերում ես, կանգնած ես, հետ չես նահանջում, ուղղակի կանգնած ես, կենաց պսակը քեզ է սպասում։ Կենաց պսակը, երբ որ դու չունենաս, դու հավիտենական կյանք չես ունենա, գիտես։ Որ Տերը իրեն սիրողներին խոսացավ։ Հիմա ուզում եմ կարդանք 14-րդ խոսքը։ Ասում են, սակայն ամեն մեկը կփորձվի իր ցանկություններից
հրապուրված ու խապված։ Հիմա տեսեք մի ուրիշ փորձության տեսակ։ Շատ ժամանակ ժողովուրդ ջան, ոչ թե Աստված է մեզի փորձում, ոչ թե սատանան է մեզի փորձում, այլ մենք ինքներս մեզի գցում ենք փորձության մեջ։ Այսա շատ վատ է։ Օրինակ մի հատ պատմություն եմ ուզում անեմ ժողովուրդ ջան, մի հատ պատմություն։ Մեր քուրիկներից մեկը ձուն ձմռնոցով ինքը գլոխը լվացում, լողանում, գլոխը բաց էթում կանկակշելու։ Ու գիտեք ինչա կատարվում։ Իրա ինչ են ասում, մինինգիտա հիվանդությունով է հիվանդանում, ու գիտեք իրա կյանքը մազես պրծնում է։ Հիմա ինչ Աստված էր իրանը դրա այդ փորձության մեջ։ Ոչ, սատանան էր իրանը դնել այդ փորձության մեջ։ Ոչ։ Հաջորդ բանը կարամ ասեմ, մարդ կա, գիտեն, այդ մեն վարկ են վերցում, որպես եթանը ռեստորան կերեխում անեն, վարկով։ Ու գիտեք ինչ, 5 տարի այդ վարկն են փակվում։ Ու գիտեք ընթացքում ձախողումներ ալնում աշխատանքում չեն կարում այդ վարկը փակվեն։ Վարկի վրեն վարկ։ Այդ մեն ընդեից այն բանկից վարկ են վերցում, որպես այս վարկը փակվեն։ Հետո այդ էլ չեն կարում փակվեն, այդ մեն երրորդ վարկ են վերցում։ Ու գիտեք ինչ են դառնում։ Բանկերի նստրուկ։ Էսի, գիտեք ինչա, ժողովուրդ ջան։ Սա գիտեք ինչա։ Սա ստրկություն է։ Ոչ Աստվածը քեզի տարա այս փորձությանը։ Ու մարդիկ ասում են, Աստված ինձի փորձում է։ Լսի, Աստված կապ չունի այս ամեն ինչի հետ, ժողովուրդ։ Լավ կլինի, որ աղոթքով վերցեն, նարիք ջան։ Հա։ Ինչ եմ ուզում ասեմ, թանկագիններ, գրված է թղթերի մեջ, թանկագիններ, որ ասում են նրանք նավակոծություն կրեցին, դա կարծեմ Տիմոթեոսի թղթերի մեջ է։ Այսինքն թանկագներ, երբ որ մարդ է, այդում է հարստանալու, հնարավոր է, որ մարդը ձգտի հարստության, հարստանա, բայց կորցնա իր հավատը, շատ է դեպքերը էս։ Սա էլ մեկ ուրիշ խնդիր է։ Ասում են նավակոծություն կրեցին, այսինքն իրանց նավը խորտակվավ, հավատքի նավը։ Այսինքն աշխարհը կուլ տվեց իրանց հավատքը, հասկանում եք։ Մի քիչ Մովսեսից եմ ուզում խոսալ։ Մենք կամաց մոտենում ենք ավարտին։ Մովսեսի կյանքը փորձվավ, թե չփորձվավ ժողովուրդ։ Փորձվավ։ Աստծուն պետք է 40 տարի, որ Եգիպտոսից հաներ նրա միջից։ Եգիպտոսը հաներ նրա միջից ու մեկ օրվա մեջ Իսրայելի ժողովրդին հաներ ստրկությունից։ Տեսեք, Մովսեսը փորձվում էր։ 40 տարի Մովսեսը փորձվավ, ընտիր գտնվավ, բայց մեկ օրվա մեջ 3 միլիոն մարդու հանեց Եգիպտոսից։ 40 տարի պահանջվեց Աստծուց, որպեսզի աշխարհը Մովսեսի մեջից լուսանա։ 40 տարի, բայց մեկ օրվա մեջ Մովսեսը 3 միլիոն մարդ հանեց։ Պատկերացնում եք Աստված ինչպեսի Սուրբ Ոգին ինչ ձևի է աշխատում մեր հետ, որպեսզի մեր միջից մեղքան անեն, հարց է, իր մոտ կստացվի թե չէ։ Բայց ամեն օր Սուրբ Ոգին աշխատում է մեր հետ։ Ամեն օր ինքը սպասում է։ Դու արթնացա, Աստվածաշունչ կկարդաս, թե չես կարդա։ Ամեն օրը սպասում է, Տերը սպասում է, թե գիշեր, թե ցերեկ, դու կմոտենաս, թե չես մոտենա։ Ամեն թանկագիններս։ Հալելույա։ Եթե դու ուզում ես հասնել խոստմունքին, շտկվիր, մաքրվիր։ Հոբի մոտ ինչ էր ստուգվում, հավատարմություն, Աբրահամի մոտ ինչ էր ստուգվում, հնազանդությունն ու երկյուղը։ Լինում էր, որ փորձությունը գալիս է ինչ որ մի բանից քեզ ազատագրելու համար։ Հիմա թանկագիններս, մի պատմություն եմ ուզում անեմ։ Սա Դերեկ Պրինսից եմ ես լսել, շուտ եմ լսել։ Երբ որ Դերեկ Պրինսի ծառայության ժամանակ մի հատ մեծ հարուստ է ապաշխարում։ Ապաշխարելուց հետո իր բիզնեսը ձախողվում է։
Հետաքրքիր է, ինքը աշխարհում էր։ Իր բիզնեսը շատ լավ էր, եկավ էլ հավատացյալ, իր բիզնեսը ձախողվավ։ Ու գիտեք, ասում է գալմա Դերեկ Պրինսի մոտ, ասում է հով ջան, դու ինձ պետքա բացատրես։ Ինչա կատարվում։ Ես անհավատ էի, իմ բիզնեսը լավ էր, դարձա հավատացյալ, ձախողվա։ Ու գիտես, ասում ես պատասխան չունեմ։ Երբ որ Դերեկ Պրինսը աղոթում ասում է, ես իր հպարտության հարցն եմ լուծում, դու գործ չունես։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Ասում է, ում է պետք, որ ամբողջ աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես։ Պատկերացրա, միլիարդներ ունես, հեղինակություն ունես, հանրաճանաչ ես, իշխանություն ունես, ամեն ինչ ունես, բայց քո անձը չի փրկվում։ Ում է պետք, ոչ ոքի։ Այս սատանային պետք է։ Լինում է, որ մարդիկ են ուզում փորձվել։ Մարդիկ ուզում են իրանցը փորձել։ Որ Աստված փորձա, այդ ձև բաներ էլ լինում։ Իմ կյանքում էլ էր այդ ձև բան։ Հիմնականում մարդիկ փորձվում են իրենց մարմնի ցանկությունների պատճառով։ Սա խոսացինք։ Եվ թանկագիններս ուզում եմ բացենք առաջի Պետրոս 2-րդ գլուխը, որից հետո կավարտենք։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 18-րդ խոսք։ Մեկ անգամ ժողովուրդ ջան, առաջի Պետրոս 2-րդ գլուխ 18-րդ խոսք։ Ահա։ Մեկ անգամ նախքան ես խոսքին ասնելը մի փոքր վկայություն եմ ուզում անեմ։ Մեկ անգամ ես գործք առաքելոց գիրքը կարդացի, երբ որ առաքյալները հալածվան ու ուրախացան այդ հալածանքի համար։ Ու ասեցի Տեր Աստված, այնքան ուզի ես էլի հալածվի։ Այս բաները ընդհանրապես շատ քիչ ալնում։ Ուղղակի դու ուզում ես Քրիստոսի անվան համար հալածվես, Աստված էլ ասում դե որ ուզում ես, խնդրեմ։ Ու այդ հալածանքները եկան։ Ասեմ շատ կերակոտ էր, կարելի ասել փոշմնայի մարածից, բայց երբ որ այդ կերակների միջով ասում ես, հետո քեզի լավ ես զգում, որ հաղթեցիր էլի։ Ինչ որ դու քեզի ստուգ ես էլի։ Թույլ տաս, որ Աստված քեզի կերակի միջով անցկացնի։ Ուզ բացեցիք առաջի Պետրոս 2-րդ գլուխ 18-րդ խոսքը։ Սա կարդանք ու աղոթենք։ Ծառաներ ամեն բանի մեջ վախով հնազանդ, ծառաները ամեն բանի մեջ վախով հնազանդ լինեն իրենց տերերին։ Ոչ միայն բարերարներին ու հեզերին, հապա ժանտա բարոներին էլ։ Այսինքն ոչ միայն լավ տնօրեններին, այլև չարերին էլ։ 19-րդ խոսքը։ Քանզի Աստծուց է այս շնորհքը։ Նա շնորհքի մասին է խոսքը եթում, որ մեկը բարի խղճմտանքով անիրավ տեղը վիշտ է կրում։ Հետաքրքիր է, չէ՞։ Անից եմ ուզում կարդալ։ Աստծուց է այն շնորհքը, երբ մեկը բարի խղճմտանքով, բարի խղճմտանքը ո՞րն է։ Բարի խղճմտանք երեխեք ջան, գիտեք ո՞րն է։ Երբ որ դու բացարձակ անմեղ կյանքով ապրում ես։ Բարի խղճմտանքով շարունակության մեջ։ Երբ մեկը բարի խղճմտանքով անիրավ տեղը վիշտ է կրում։ Այսինքն անմեղ տեղ քեզի նեղացնում են, վշտացնում են, ցավցնում են։ Ասում եմ Աստծուց է այդ շնորհքը։ Դու ստեյք։ Լավ է որ ստեյք։ 20-րդ խոսքը։ Քանի որ գովեստի արժանի ինչ կա, եթե մեղ գործելով ծեծվեք ու ամփերեք, այսինքն եթե դուք հանցագործություն եք անում, ձեզի բռնում են, ծեծում են, դա նորմալ է։ Բայց եթե դուք բարի խղճմտանք ունեք ու ձեզի նեղացնում են, դա շնորհք է։ Հասկանում եք։ Բայց եթե բարի գործելով չարչարվում եք
ու համբերում եք, սա Աստծո մոտ ինչ է? Շնորհք է։ Պատկերացնում ես դու, լսում եք, ապրում ես բարի խղճմտանքով ու անմեղ տեղ, մեր լեզվով ասած, գալիս են ու քեզի նեղացնում են, վշտացնում են, ցավացնում են։ Ու գիտեք Աստված սա ինչ է համարում? Շնորհք։ Բարի գալուստ երկնքի արքայություն։ Ամեն։ 21-րդ խոսքը։ Քանզի դուք այս բանի համար կանչվեցիք։ Ինչի համար եք մենք կանչված, ժողովուրդ ջան։ Երբ որ քո աջ այտին ապտակում են, մյուսն էլ ես դեմ տալու։ Գիտեք, ես վերջում մի հատ վիդեո է ֆռում, միշտ ֆռում է այդ վիդեոն։ Մի հատ պապիկ, այդքան էլ պապիկ չէ, երևի 65-ից 70 տարեկան, բայց դրի պապիկ։ Ավտոբուսի մեջ քարոզում է։ Նա երիտասարդ ֆռում ու շրապ։ Էսի։ Ասում է, գիտես, եղբայր, ես քեզ սիրում եմ։ Ուզում ես խփես, այս թշից էլ խփա։ Երբ որ տենց ասում, գիտեք, այդ խփողը ջարդվում է։ Ջարդվում է, հետո ասում է, արի քե գրկեն։ Չխփում էլ այդ տղեն։ Երկրորդ այդին չխփում։ Ասում ասես կամաց ձեռը տանում, որ գցա ուսին։ Էնի մալա է, որ sense կոտաղաչ շներ են, կամաց էսի։ Ու գիտեք, ձեռը տանում ուսին ու կամաց գրկում է։ Երբ որ հենց գրկում է, մի անգամից այդ տղի չարությունն նետում է ու բարությունը, էմոցիոնալ արթնանում է, բարությունը։ Ու գիտեք, կամաց, այն որ խփում է, ծնկիա գալու ու սկսում ապաշխարել ավտոբուսի մեջ։ Ինչ եմ ուզում ասեմ, թանկագիններ։ Երբ որ առանց որևիցե պատճառի քեզի վշտացնում են, դու գիտես ինչ պետք է անես, աղոթես։ Ասում դա շնորհք է։ Ասում օրհնեցեք ձեզի անիծողներին, չէ՞։ Սա է Տիրոջ կամքը, ժողովուրդ ջան։ Սա է Տիրոջ կամքը։ Մի թշնամացեք։ Թշնամանալը լավ տեղ չի տանում։ Եթե ձեզ ինչ-որ մեկը նախատում է, ասեմ, լավ առիթ է, որ դու քեզի ստուգես, տենաս արդյոք հավատքի մեջ ես, արդյոք դու Քրիստոսի կերպարը ունես, լավ առիթ է։ Ալելույա։ Արդյոք այդ շնորհքը քո վրա կա, հլտես արդյոք այդ չարին բարիով պատասխանելու շնորհքը քո վրա կա թե չկա։ Ստուգա քո անձը։ Արդյոք դու այն ոսկին ես, այն թանկարժեք զարդն ես, որ Աստված ուզում է որ կրի։ Հալելույա։ Փառք Տիրոջը։